Մատուցողից մինչև բանկի կառավարիչ Հայաստանում աշխատանքի առաջարկի հայտարարությունները բազմազան են եւ բազմաթիվ գերակշռում է սպասարկման ոլորտը, սակայն մարդիկ շարունակում են պնդել, թե գործ չկա։ Այսօր աշխատանքի միջազգային օրն է։ 2025 թվականի մարտին Հայաստանում աշխատողների թիվը 40,000-ով ավելի է 2024-ի մարտից, իսկ անցած տարի գործազրկությունը կազմել է 13,9%։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը Զարգերագեյմի հետ զրույցում նշեց, որ այսօր մեծ պահանջարկ կա որակյալ աշխատողների, նաև որակավորում չպահանջող աշխատուժի։ Բոլոր ոլորտներում էլ կադրային սով կա նաև աշխատաշուկա կրթություն խզվածք։ Փոխնախարարը նկատեց, որ աշխատողները հիմա ավելի շատ են պաշտպանում իրենց իրավունքները եւ հաճախ շահում են դատերը, իսկ խախտումները վերաբերում են աշխատավարձի վճարմանը, վերջնահաշվարկին, արձակուրդին, անիմն աշխատանքից ազատելու, պայմանագիր չկնքելու դեպքերին։ Նա համաձայնեց, որ արտաքին տեսքի, տարիքի, սեռի հիմքով կա խտրականություն, թեև այս առումով էլ նկատեց դրական միտումներ։ Եթե ասեմ, որ աշխատանքային միջավայրը բավարար է, կնշանակի ստում եմ, բայց գործ չկա արտահայտությունն այլևս ակտուալ չէ, ասաց նա։ Օրինակ բերեց, որ այսպես ասած խոպանի համեմատ շինարարության ոլորտում Հայաստանում աշխատավարձերը ավելի բարձր են։ Կան նույնիսկ ոլորտներ, որտեղ աշխատավարձերը Եվրոպայի հետ մրցակցային են, ՏՏ, գյուղատնտեսություն։ Եթե մարդը ցանկանում է, չկա չաշխատելու հնարավորություն, ամփոփեց նա։